Օրակարգի առաջին հարցը զինվորական ծառայություն։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում երկու հարց էր։ Առաջինը վերաբերում էր զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների կատարմանը, սակայն այդ քննարկումը հետաձգվեց։ Փոփոխություններից մեկով նախատեսում է խստացնել զինծառայությունից խուսափելու համար պատիժը։ Ցանկանում նշել, որ հարցը քննարկվել է կառավարությունում, պետաիրավական նախարարների կոմիտեի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն, բայց չենք հասցրել հարցը ներառենք կառավարության նիստերի օրակարգ, որը պետք է լինի 5-շաբթի օրը։ Ցանկանում եմ, որպեսզի անպայման հարցը նաև բացի կառավարության նախարարների կոմիտեի նիստում դրական արձանագրություն ստանալուց, նաև մտնի կառավարության նիստի օրակարգ եւ ստանա դրական եզրակացություն, որից հետո նոր քննարկենք հանձնաժողովում, այդ իսկ պատճառով առաջարկում եմ հարցի քննարկումը հետաձգել մինչև 2 Շատ լավ, շնորհակալություն։ Երկրորդ հարցը վերաբերում էր ԱՊՀ մասնակից պետությունների միջև 2010 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված միջպետական հետախուզման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացմանը։ Փոփոխությունը նախատեսում է իրավասու մարմինների միջև տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններ։ Այս պահի դրությամբ ԱՊՀ հետախուզումները իրականացում են ամբողջությամբ թղթային եղանակով, սրանով հնարավորություն է ստեղծվում այդ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել մյուս կողմին, նաև էլեկտրոնային եղանակով, այս պահին ոչ թե ամբողջական դատաբազայի մասին ենք խոսում, այլ զուտ լուսապատճենների սկանավորված տարբերակների մասին, սա է էությունը։ Նիստի ընթացքում օրակարգի երկրորդ հարցը հանձնաժողովի անդամները միաձայն ընդունեցին։ Որոշումը համարվում է եւս մեկ քայլ ԱՊՀ երկրների գործակցության արդյունավետության բարձրացման եւ տեղեկատվության փոխանակման ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ։ Ձեռնպաչկա օրակարգը սպառում։ Մոնիկա Հայրոյան, Renews Armenia։